Ռոզա Դավթյանի հարսանեկան արարողությունն այս տարվա ամենասպասված ու գեղեցիկ իրադարձություններից էր, մի իսկական տոն, որտեղ ամեն ինչ կազմակերպված էր մեծ սիրով, հոգատարությամբ ու ճաշակով։ Այս հարսանիքը շատերը համարեցին տարվա լավագույններից մեկը շնորհիվ իր ջերմ մթնոլորտի, ազգային և ժամանակակից տարրերի նուրբ համադրման, իսկ երաժշտությունը, պարերն ու ուրախությունը պարզապես լցրել էին ամբողջ միջավայրը։ Եկեղեցում տեղի ունեցած օրհնության արարողությունը հուզիչ էր և շքեղ։ Տեր Եսայի քահանա Արթենյանի ջերմ խոսքով նորապսակները ստացան Աստծո օրհնությունը և կայացրեցին իրենց սրբազան ուխտը։ Եկեղեցու հնագույն կամարների տակ հարազատների և ընկերների օրհնող հայացքների ներքո Ռոզան և նրա սիրելին դարձան այր ու կին։ Եկեղեցուց հետո ուրախությունը տեղափոխվեց երևանյան ռեստորանային համալիրներից մեկը, որը հայտնի է իր բարձրակարգ սպասարկման գեղեցիկ ինտերիերով։ Տոնական մթնոլորտը բառացիորեն թևածում էր օդում։ Հրավիրված էին բազմաթիվ հյուրեր, ընտանիքի անդամներ, ընկերներ, գործընկերներ, շոու բիզնեսի և թատրոնի հայտնի դեմքեր։ Հատուկ հյուրերի թվում էին «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմի շատ անդամներ, որոնք Ռոզայի ընկերները, գործընկերներն են, իրենք ևս իրենց ներկայությամբ ավելի ջերմ և անմոռանալի դարձրին օրը։ Տարոսիկները, տորթը, հյուրերի ոգևորությունը, շքեղ ու նուրբ ձևավորված դահլիճը, ամեն ինչ վկայում էր, որ սա պարզապես հարսանիք չէր, այլ մի իրական հեքիաթ, որ կվերապրեն բոլոր ներկաները։ Ռոզա Դավթյանի այս գեղեցիկ օրը կմնա շատերի սրտերում, որպես ոգեշնչման ու երջանկության մի հիանալի օրինակ։ Այն, որ հարսանիքը դեռ երկար կդառնա քննարկման թեմա, վկայում էր նաև սոցիալական ցանցերում ստեղծված արձագանքների ալիքը՝ լուսանկարներ, ջերմ մաղթանքներ, հիացմունքով լի մեկնաբանություններ։ Մի բան ակնհայտ է՝ Ռոզան ու նրա սիրելին կարողացան կազմակերպել մի այնպիսի օր, որն իսկապես արժանի էր հիշվելու ու սիրով պատմելու տարիներ շարունակ։ Նշենք նաև, որ միջոցառումը վստահվել էր հանրահայտ հումորիստ և հաղորդավար Գրիգոր Դանիելյանին, ով իր հմտությամբ ու դրական էներգիայով կարողացավ ստեղծել իսկական տոնական մթնոլորտ։ Նրա կատակները, գեղեցիկ խոսքը և անկեղծ, հուզիչ պահերը հարսանիքին հաղորդեցին ջերմություն ու առանձնահատուկ շքեղություն։ Գրիգոր Դանիելյանը ոչ միայն հիանալի վարեց արարողությունը, այլև կարողացավ շատ նուրբ ձևով ընդգծել օրը հատուկ դարձնող պահերը, ուշադրության կենտրոնում պահելով նորապսակներին և նրանց երջանկությունը։ Երեկոյի ընթացքում հրաշալի երաժշտական կատարումներ հնչեցին Հայաստանի ամենասիրելի երգիչներից։ Հատուկ հյուրերի թվում էին Էրիկ Կարապետյանը, ում քնքուշ ու զգացմունքային երգերը նոր կյանք էին տալիս հարսանեկան մթնոլորտին։ Նա իր ելույթներով ստեղծեց շատ հուզիչ պահեր, որոնց ժամանակ շատերը պարզապես չէին կարողանում թաքցնել հուզմունքը։ Արսեն Սաֆարյանը, որի քնարական երգերը մշտապես ուղեկցվում են ուժեղ հուզական լիցքերով, ևս ելույթ ունեցավ հարսանյաց երեկոյին։ Նրա երգի ընթացքում Ռոզա Դավթյանը հուզվեց և ակնհայտ էր երաժշտությունը խորը հպվել էր նրա սրտին։ Այդ պահը դարձավ երեկոյի ամենահիշվող ու հուզիչ դրվագներից մեկը։ Բեմ դուրս եկավ նաև տաղանդավոր երգիչ Հայկ Դուրգարյանը, ով իր էներգիայով լցրեց դահլիճը։ Նրա ուրախ ու աշխույժ կատարումները ստիպեցին բոլորին պարել և ավելի բուռն տոնել Ռոզայի և նրա սիրելի երջանիկ օրը։ Երեկոյին ներկա էր նաև Վլադիմիր Արզումանյանը, հայտնի իր հզոր ձայնային տվյալներով և ժպտացող ներկայությամբ։ Նրա կատարումները նույնպես մեծ ոգևորությամբ ընդունվեցին հյուրերի կողմից, դարձնելով հարսանյաց միջոցառումը իսկապես երաժշտական շքեղություն։ Բացի այս ճանաչված արտիստներից, ելույթ ունեցան նաև այլ հայտնի երգիչներ ու խմբեր, որոնք ապահովեցին, որ ամբողջ երեկոն լցված լինի սիրո, ուրախության և երջանկության ամենապայծառ զգացումներով։ Յուրաքանչյուր կատարում կարծես հատուկ ընտրված լիներ շեշտելու նորապսակների երջանկությունն ու օրվա խորհրդավորությունը։ Այս բոլոր ելույթներն ու շքեղ կազմակերպումը հարսանիքին հաղորդեցին անմոռանալի շունչ, դարձնելով այն ոչ միայն գեղեցիկ իրադարձություն, այլև իսկական տոն լի անկեղծ հույզերով, բուռն ծափահարություններով ու ջերմությամբ։ Ռոզա Դավթյանի հարսանիքը մնաց ոչ միայն նորապսակների, այլև բոլոր ներկաների հիշողության մեջ, որպես հրաշալի օր լցված սրտաբուխ երջանկությամբ։ Մենք ևս միանում ենք բոլոր շնորհավորանքներին և սիրված ու տաղանդավոր դերասանուհուն ևս մեկ անգամ երջանկություն ենք ցանկանում, որպեսզի մեր երկրում լինի խաղաղություն, որպեսզի ծնվեն շատ ու շատ բալիկներ։